Լուսանկար հայրենիքի պաշտպանների հետ գրկախառնություն, համբույր ու ժպիտ։ Զորամասից դուրս Արցախի սրտում զինվորները հյուրեր են ընդունում։ Երևանից ծնողներն են այցի եկել։ Վստահ եմ, որ բոլորս հանգիստ գլուխներս կդնենք բարձին, որտեղ սենց հերոսներ ունենք մեր սահմանները պահող։ Տղաներս ծառայել են, ծառայում են, իրան շնորհիվ ենք ապրում, քնում, վեր կենում։ Կենտրոն վարչական շրջանի զինկոմիսարիատից Արցախ զորակոչված զինվորների ծնողները որդիներին տեսակցում են տրանսպորտի նախարարի աջակցությամբ։ Ավանդական դարձած միջոցառմանը ներկա էր նաև նախարար Բեգլարյանը։ Միջոցառումը մեկ անգամ եւս առիթ է տալիս մեր տղաներին, որ նորից իրենց ծնողների մոտ երթվում են եւ խոստանում են, որ իրանք կլինեն ուժեղ, կծառայեն մեր բանակում։ Ծնողների հետ հանդիպումից բացի զինվորները մի տոնական առիթ էլ ունեն նշելու Հայաստանի անկախության տոնը։ Երկրորդ հանրապետությունում ծառայող երևանցի տղաներին ու նրանց ծնողներին ողջունել է Արցախի նախագահը։ Բակո Սահակյանը շեշտել է, սահմաններն անառիկ են, քանի դեռ տղաները գիտակցաբար են համազգեստ կրում։ Մեր մայրերը ապրում են հպարտություն, որովհետև դաստիարակել են զավակներ, ովքեր ոչ թե խուսափում են ծառայությունից, ոչ թե նրանց զորակոչում են զինված ուժեր, մեր տղաները գնում են բանակ, առանց շատ դեպքերում սպասելու այդ զորակոչվելուն։ Սա մի շատ յուրահատուկ երևույթ է։ Մի քանի ժամ ընտանիքի հետ անցկացնելուց հետո հենց նրանց ուղեկցությամբ զինվորները շարահրապարակ են մտնում։ Խրող ձայնով անկախ Հայաստանի օրհներգն են կատարում։ Տոնական օրն ավարտվեց Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում։ Երևանից ժամանած հյուրերն ու զինվորները ծաղիկներ խոնարհեցին նրա կիսանդրում մոտ։ Այդա Կարապետյան, ժամը լրատվական։